թոշակների հարցը, կենսաթոշակների բարձրացվելու է թե ոչ, ինչպես եք պատկերացնում, երկրորդ տնտեսական հարցը դա քաղաքացիների վարկային բեռին է վերաբերում, գիտեք, դժգոհություններ կան, մարդիկ ասում են բանկերի տակ ջրում են, կներեք ես կենսական դափնեկության համար, նաև այն, որ բանկերներ բարձր եւ թանկ վարկեր են առաջարկում, ինչ քաղաքականություն եք մտցնել, ինչպես են այդ հարցերը լուծվելու։ Երրորդ հարցը մի փոքր աշխարհաքաղաքական է, բայց էլի տնտեսական, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, այսինքն մեր տնտեսական հարթակը մնալու է ռուսական շուկան, եւ իհարկե ամենայն հարգանքով, բայց շեղվեմ մեկ քաղաքական հարց տամ, որովհետեւ այս բոլոր հայրերը իրականացվեն, եթե մարդիկ իմանան, թե ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը եւ քաղաքացիություն ունի դա խոշորով։ Առաջի հարցից սկսենք։ Առաջի հարցը կենսաթոշակներ։ Հայաստանում մենք ունենք, այսօր հանդիպման ժամանակ նշեցի, 800,000 աշխատող մարդ, 800,000 մարդ, ով գրանցված աշխատող է։ Եվ Հայաստանում ունենք 500,000 թոշակառու։ Մեր երկրի վարչապետը, գիտեք, ես հայտարարել եմ, որ մեր փոփոխության արդյունքում երկրի ղեկավարը պետք է չստանա ոչ աշխատավարձ, ստանա 1 դրամ աշխատավարձ եւ պարգևավճար։ Այդ նույն օրինակով արել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, նա դրամադրել է այդ նույն օրինակով տարբեր ղեկավարներ։ Դա հարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ երկրում կա 20%-ից ավել աղքատություն։ Պարգևավճար ստանաս, քո բնակության 20% աղքատ լինի, ինչի համար ստանաս պարգևավճար։ Չեմ հասկանում։ Հիշում եք ժամանակին ասում են, որ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ։ Այսօր 3 միլիոն վարչապետ ունենք, բայց ընդամենը մի վարչապետն է պարգևավճար ստանում։ Մյուս հարցը թոշակների հետ կապված հարցը։ Ես կուզենայի բոլորիս ներկայացնել, թե ինչպես է լուծվելու թոշակների հարցը Հայաստանում։ 800,000 աշխատակից Հայաստանում աշխատող մարդ, 500,000 կենսաթոշակային տարիքի մարդու համար ապահովում է թոշակ, ապահովում է նաև բանակի հարցը, ապահովում է նաև աշակերտների հարցը։ Այդ պարագայում դու պետք է մենակ մի լուծում անես, ավելացնես աշխատողների թվականակը, գործազուրկներին մտցնես աշխատանքային շուկա, որպեսզի գործազուրկները ունենան գործ։ 1.1 միլիոն աշխատող մարդով Հայաստանը ուրիշ բյուջե կունենա եւ իր թոշակառուներին ուրիշ ձև կկարողանա պահի։ Մեր թոշակների ավելացման միակ ճանապարհը առաջի կետն է, մեր առաջի քայլն է։ 300,000 նոր գործի տեղ, որ երիտասարդները աշխատեն, եկամտահարկը վճարեն եւ մենք հնարավորություն ունենանք մեր կենսաթոշակային տարիքի մարդկանց նորմալ կյանքով ապահովել։ 1.1 միլիոն աշխատակից ավելի աշխատող հայ ավելի լավ է պահելու 500,000 կենսաթոշակառուի, քան 800,000-ը։ Սա է փոփոխությունը որակական, ինչու ենք մենք սկսել աշխատատեղերից, որպեսզի կարողանանք ապահովել նորմալ սոցիալական վիճակ, եկամտահարկերի եւ այլ հարկերի հաշվին։ Մյուս հարցը վարկային բեռը։ Վարկային բեռի հետ կապված շատ ծրագրեր կան հետաքրքիր, հիմնական ծրագիրը այն է, որ մարդկանց հնարավորություն տրվի, գիտեմ, որ շատ փոքր հատված ընդամենը իրավունք ունեն վերցնելու, մնացողը սև ցուցակ ընկած մարդկանց համար մնացողը իրավունք չունեն։ Այդ շեմը պետք է բարձրացվի եւ աշխատատեղերի ստեղծմամբ, ձեռնարկատիրության զարգացմամբ դու հնարավորություն պետք է տաս մարդիկ ինչ որ ձև դուրս գան այս վիճակից։ Դրա համար կարճաժամկետ ֆինանսավորման գործիք է տալիս, որ մարդը ինչ որ ժամանակ դուրս գա, ծրագիր տաս, աշխատի եւ փորձի փակել։ Եթե մարդը չի աշխատում, նա երբեք չի փակելու։ Մենք պետք է ծրագիր մշակենք այդ մարդկանց տնտեսական այդ վատ վիճակից հանելու, իսկ դա հանելու միակ ճանապարհը այդ մարդկանց տալ ժամանակ ու տալ հնարավորություն ոչ թե ինչ աշխատեցին մեկից վերցնել վարկը փակելու, որ կայանան եւ վճարեն հետ վարկը։ Դա է ճանապարհը։ Մեկը արդեն բանկերը դա պաուստավորում են արել,
այդ միջոցները, բանկերի համար էլ, եթե բանկերը ժամանակ տրամադրեն, կենտրոնական բանկի ռեգուլյացիայի փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի այդ մարդկանց միանգամից չէ, 1-2 տարի աշխատի, կայանա, նոր սկսի ինչ որ ձև վարկերի ուղղությամբ աշխատել։ Ու այնտեղ էլ կա նաև նյուանսներ, փոփոխություններ, որ տեղեր կա, որ տոկոսները ավելի շատ են, քան մայր գումարը, դրա փոփոխությունը պետք է ուսումնասիրվի, բայց այդ մարդկանց պետք է աշխատանքային շուկայից դուրս չթողնել։ Ու այդպիսի մարդիկ, ու այդպիսի բոլոր մեր շրջապատում գրեթե շատ մարդիկ կան այդպես, դա մեծ խնդիր է մեզ համար։ Ու երիտասարդների մեջ է շատ տարածված, մարդիկ ընտանեկան տարիներով մի անգամ ինչ-որ սխալ իրավիճակի մեջ հայտնվելու պատճառով ընկնում են ընտանեկան երկարաժամկետ խնդրի առաջ։ Մենք ուրիշ ժողովուրդ չունենք, մենք պետք է մեր ժողովրդի միջոցով, մեր ժողովրդին հնարավորություն տալով վերականգնենք նրանց տնտեսական ակտիվությունը։ Վերջի հարցը կա։ Երրորդ հարցը ԵԱՏՄ-ն։ Հայաստանը այս բային ԵԱՏՄ-ի հետ մոտապես երևի իր շրջանառության 65-70%-ը այսպես թե այնպես արտաքին շրջանառության կապված է ԵԱՏՄ-ի հետ։ Դա միայն վերջնական իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է այս տնտեսական միությունից տնտեսական միության հետ անդամակցությունը ռիսկի տակ դնել, որտեղ դա կբերի հազարավոր, 100,000-ավոր ընտանիքների սնանկացման, քանի որ գյուղմթերքն ամբողջությամբ այնտեղ գնում, արտադրություններն են ամբողջությամբ։ Մեր առաջարկած քայլը հետևյալն է. հարգելի հայրենակիցներ, իրական բալանսավորված ինքնիշխան քաղաքականությունը այս է. դու պետք է ունենաս մեկից ավելի տնտեսական գործընկեր։ Ֆրանսիայի հետ 100 միլիոն, 150 միլիոն դոլար է շրջանառություն անում, մի քանի միլիարդ անում ես ԵԱՏՄ-ի հետ։ Դու չես կարող բալանսավորել այդ դեպքում։ Քեզ պետք են մերձավոր արևելքում կատարել, ունենալ գործընկերներ, առևտուր անել մերձավոր արևելքի հետ, նոր երկրների հետ։ Իրական անկախությունը, հավասարակշռությունը, դա տնտեսական անկախությունն է։ Իսկ տնտեսական անկախությունը այս գիտեք ոնց քաղաքական հայտարարություններով չեն հասնում։ Ուղղակի գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ։ Դրան մի բան են կարան հակադրեն մեր իշխանության ներկայացուցիչները, տնտեսական ներկայացուցիչները, ասեն, բա տեսնում եք, մենք Եվրոպա արտահանման մաքսատուրկը վերադարձնում ենք։ Հարգելիս, Եվրոպայով աշխարհը, Եվրոպա արտահանման մաքսատուրկը ընդամենը մենք ֆոլգա ենք արտահանում եւ շատ քիչ տեսակի ապրանք արտահանումը Եվրոպա շատ փոքր է, քանի որ շատ մրցունակ շուկա է։ Մենք ունենք մերձավոր արևել, մենք ունենք նոր զարգացող շուկաներ։ Մեր երկրի ղեկավարները ամեն երկիր գնալու պետք է հարյուրավոր միլիոնների պայմանագրեր բերեն հայկական ընկերություններին։ Դուք նկատել եք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գնում է Սաուդյան Արաբիա, չի քննարկում ոչ մի հարց, բացի օրինակ ռազմական պայմանագիր, տնտեսական պայմանագիր, Չինաստանի տնտեսական պայմանագիր է քննարկում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան կառավարում է աշխարհի ամենահարուստ երկիրը։ Անկամ եթե ինքն է դրանով զբաղվում, արդյոք աշխարհի 110 ամենաաղքատ երկրների մեջ մտած երկիրը պետք չէ դրանով զբաղվի։ Երկրի ղեկավարը մեր այսքան ժամանակ որտեղ որ այցելա $1 միլիոն պայմանագիր բերել է Հայաստան։ Կարող է մի բան ցույց տան ակադեմիական քաղաքը, ասենք։ Ինչ որ տենց բան ցույց տան, որը հողի վրա ոչ մի բան է եղել։ Չի բերել, որովհետև չի կարող բերի։ Ապագա երկրի առաջնորդը ամեն այցելություն պետք է ունենա տնտեսական հետևանք։ Իսկ եթե դու ունես քո արտադրությունները, դու կունենաս տնտեսական հետևանք, դու քո երկրի պետք է գնաս որս բերես քո երկիր։ Մենք ունենք առաջնորդ, պետք է ունենանք առաջնորդ, որ գնա ուրիշ երկրից որս բերի, իր երկիրը պահի։ Որսը պայմանագրերն են, միլիոնավոր, 100 միլիոնավոր դոլարների, որ մեր երկրում ֆինանսական շարժ սկսվի։ Դրան չեմ պատասխանելու այդ հարցին, դեռ չենք պատասխանի, բայց ես ուզում եմ հայտարարել, որ փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով եւ այնտեղ կնչի մեր վարչապետի Թեկնածուի անունը։